Ver. Ver la. Ver. Ver. La ver կաց։ Բիժո ջան, խաթուն ջան։ Կեր որ շուտ լավանաս։ Կեր ազիզ ջան, կեր։ Հիմա մեր գոմում ուրիշ անասուններ չկան, միայն մենակ այս մոզինա մինել մի քանի հատ խոզ ունենք, մերուն ունենք։ Այս մոզին էլ հիվանդ մոզին է, որ արդեն առողջացել է, տեսեք արդեն խոտը ուտում է նստած վիճակում։ Էսա կանգնի, արդեն առողջացրել ենք, հա։ Մնացած ապրանքը սարմն է, ծնողներս, պապաս, մամաս սարմն են, գնացել են մեր համար Եվան լղանեն, մեր մենձերի ասած։ Այդ եղուպան իրան են էլի, այսինքն կաթի հետ կապված ինչ կա, ասում են Եվան լղ մենձերը։ Մնացած կենթանիները, խոզերը չեմ տարել սարը, խոզերը ստեղ են, 3 հատ մերուն ունենք, գոջիներ ունենք, մեկն էլ պատրաստվում է էլի ծննդաբերի մեր մար գոջիներ բերի, տենց էլի բաղչեքը, մեր գործերը, հնձիչն ենք սարքում, որ էսա խոթունձը սկսում է։ Տարվա այս օրերին անասունների ու անասնագոմերի հոգսը մի փոքր ետին պլան է գնում եւ սկսում է, ինչպես հնում էին ասում, պայքար խոտի համար։ Խոտի հասունացումը սկսվում է Դեպետի կիրճից ու կամաց ձորնի վեր գյուղ առ գյուղ անցնում հասնում է Լեռնային Ահնիձոր։ Մեկնարկից հաշված օրեր են մնացել։ Գյուղում սա տարվա թերևս ամենահոգսաշատ ու եռուն շրջանն է, ինչպես տեղացիներն են ասում, քիչ սրբելու ժամանակ էլ չեն գտնում։ Այսօրվա մեր հերոսը Հայկն է, երիտասարդ Ավյունով լեցուն մի լեռնական, ում խոսքն ու գործը գրեթե միշտ ու բոլոր դեպքերում աշխատանքի մասին են։ Դե որովհետև աչքը բացել ու իրեն հենց այս հողի քրտինքի ու հոգսի մեջ է տեսել։ Ինչպես ինքն է ասում, ուղնուծուծով մոտ կորեցի է, ավելի հստակ ահնիձորցի։ Ծնողները փարախը դատարկել անասուններին սալ են տարել, իսկ Հայկը կնոջն ու 4 երեխաներին վերցրել քաղաքից գյուղ է եկել։ Ընդամենը մի քանի տարի առաջ էր, որ երեխաների ուսման, զբաղվածության ու ապագայի համար ընտանիքով Վանաձոր տեղափոխվեցին։ Բայց արմատների կանչն ու հայրենի տան ուժը նրանց շաբաթվա համեզ գլխին համեն գլխին գյուղ են բերում։ Դե չգալ չեն կարող, իրենց ապրուստն ու տունն է այստեղ։ Ինչպես ասում են, տունը բրախողը չեն։ Ձեռքի հետ էլ լավ այգի են ամուսիններով մշակում, մեղվափեթակներին տիրություն անում, հետո պատահում է սարից դուր է գալիս, թե այս կամ այն հորթը հիվանդացել է։ Հայկն է օգնության հասնում։ Մի խոսքով ծնողները այնտեղ յայլաներում են ապրուստանում, իրենք երիտասարդ ամուսիններով այստեղ գյուղում։ Սիրով ես անում։ Հա, իհարկե։ Մեկ ջղայնանում ենք բնականաբար, որ ինչ որ մի բան ճիշտ չի գնում, բայց իհարկե սիրով ենք անում ամեն ինչ։ Անասնապահությունը այնպես չի, որ ինքը շատ դաժան բան է, չգիտեմ ինչ շատ։ Իհարկե դժվարություններ կա, երբ որ տարիներ առաջ տեխնիկա չունեինք, ձեռքով էինք անում, շատ դաժանակիր էր աշխատանքը, բայց մի փառք Աստծո ամեն ինչ ունենք, մի քանի հոգով էլ հնգեր ենք ելնում, համկալ ենք ելնում էլի մեծերի ասած, ու կարողանում ենք ըստ պահանջի իրանց խոտը ապահովենք ծմերմա։ Այսինքն խոտի սեզոնի, խոթունձի հավաքվում եք, այսօր մեկի դար։ Հա, տենց ենք անում։ Խոտի սեզոնին 4 հոգով ենք մենք հիմնականում 4 ընտանիքներ միավորվում ենք, 4 ընտանիքների աշխատող ուժերը միավորվում են ու այդ 4-ից խոտի գործն էլ մի անգամից անում ենք։ Մի օր մերն ենք անում, մի օր են մեկին ու այտենց։ Մենք կոնկրետ մենք ու մեր խմբի համարյա բոլորը այս մարդիկ ամեքս 2000 հատ տուկ ենք անում։ Օրինակ ես հնձիչ ունեմ, մենակ հնձիչն է, ես հնձում եմ, մեկը մենակ հավաքելու տեխնիկա ունի, մեկը տուկ կապելու, տենց իրար հետ համալիր կարողանում ենք ամբողջ գործը անենք։ Անասնապահությունը գյուղում միայն ապրուստի միջոց չէ, դա կյանքի ռիթմ է, որտեղ մենակ գլուխ հանել անհնար է։ Հայկն ասում է, հեռավոր այսպիսի գյուղերում ապրելու ու հողին տեր կանգնելու գաղտնիքը հենց հնից եկող համկալության ավանդույթի իրար մեջ լինելու, իրար ձեռք մեկնելու պարզ սխեմայի մեջ է։ Ու որքան էլ քաղաքի հոգսերն ու երեխաների կրթությունը նրանց Վանաձորում պահեն քաղաքի հարմարավետ բնակարանում, մեկ է Հայկի բոլոր հեռահար պլանները նորից Ահնիձորի հետ են կապված։ Նա գիտի, հողն ու տունը միայն այսօրվա համար չեն, դրանք սերունդների փոխանցվելու, հորից որդուն փոխանցելու ու գյուղի ծուխը վառ պահելու համար են։ Ես նույնիսկ տուն եմ ուզում կառուցեմ Ահնիձորում։ Տեսնենք Աստված առաջ։ Մի քանի տարվա ընթացքում ուզում եմ 0-ից, այսինքն հող վերցնեմ, հողի վրա տուն կառուցեմ։ Նաև հետագայում հյուրատնային ինչ-որ։ Հա,
Այդ ձևի էլ կա մտքից, բայց քանի որ ես երկու տղա ունեմ ու առայժմ Ահնիձորը մի տուն ունեմ, ուզում եմ մի տուն էլ ունենամ, որ ամեն տղին մի տուն լինի գոնե։ Ապրեք շատ։ Ճիշտն ասած, մեր 3-րդ եւ 4-րդ երեխայի ծնունդները ծնողներից էին, որովհետեւ իրանք անընդհատ մեզ ստիպում էին, որ մենք էլ էինք ուզում լոդրություն անենք, բայց անընդհատ ոնց որ ասում էին, որ մենք էլ ենք երկուսն ունեցել ու ուզում էինք շատ ունենանք, հետո մենք էլ հասկացանք, որ իրականում պետք է, քանի որ Չարաբաստիկ 2020 թիվը եկավ ու մենք նաև մարդկային կորուստներ ունեցանք ցավալիորեն ու մենք պարտավոր ենք այս ազգը զարգացնելու համար, այս ազգը մեծացնելու համար տղաներ եւ աղջիկներ ունենանք, որպեսզի մեր ազգը հարատևի, շատանա, մեծանա ու մի օր դառնա մեր երազանքների հայրենիքը։ 4 երեխա մեծացնելն ու նրանց համար լավ ապագա կառուցելը նախ մեծ պատասխանատվություն է, բայց Հայկի ընտանիքի համար նաև հստակ նպատակ՝ սեփական օջախով գյուղը շենացնել ու հողին տեր կանգնել։ Այս ծանր, բայց նվիրական ճանապարհին ամենակարևորը իր ու կնոջ նույն աշխարհայացքն է, նույն հիշողություններով ապրելը։ Իսկ նրանց պատմությունը սկսվել է դեռ դպրոցական տարիներից, անցել է ջահելական նեղացկոտությունների, քաղաքային կյանքի ու հեռավորության միջով, բայց ի վերջո էլի իրար գտան ու տունդարձը նորից Ահնիձորով եղավ։ Շատ վաղ տարիքից է սկսվել մեր պատմությունը դպրոցական տարիներից, դեռ գյուղում էինք դպրոց գնում, այդ ժամանակ սիրահարվեցի, հետո գնացինք Վանաձոր, մի ընթացք իրար չտեսանք, կռվեցինք իրար հետ, նեղացանք, հետո էլի բարեշեցինք ու ամուսնացանք։ Ինձ համար կարևոր էր, որ մեր նման մեզ անարատ տեղից լինի, էլի սենց ասած, որ մեր տեսած մարդն էլի, մեր ճանաչած մարդն էլի։ Հետո դե արդեն սիրահարվեցինք ու տենց ընտանիքը ամենակարևոր բանն է մարդու կյանքում, իսկ լավ ընտանիք ունենալը շատ մեծ բախտավորություն է, լավ ընտանիք ունենալը ինձ թվում է կփաստեք նաև դուք, որ երկրի հիմքն է եւ լավ ընտանիքը իսկապես բազմաթիվ մարդուն բազմաթիվ խնդիրներից ազատում է եւ մեծ բարիքներ է ապարգևում։ Լոռվա այս ճգնաղ բնության գրկում մաթեվոսյանական ծմակուտում ապրող մարդու խոսքը դատարկ չի լինում, ինչպես ասում է, իր կյանքով անցկացրածն է իր տեսածն ու զգացածը։ Այսօր, երբ կյանքը անհանգիստ վազքի մեջ է ու մարդիկ հաճախ կորչում են էկրանների զով լույսերի ու վիրտուալ աղմուկի մեջ, Հայկն ու իր ընտանիքը ապրում են լրիվ ուրիշ ռիթմով, հողի իրական շփման ու կենդանի ջերմության մեջ։ Նաև Ահնիձորի ու ողջ Մոտկորի անվերջանալի հոգսերով ու մտահոգություններով։ Բայց 4 երեխաների հայրը իր փորձով գիտի, որտեղ է թաքնված իսկական երջանկությունն ու ինչից է սկսվում տան ու հայրենիքի ամրությունը։ Մեր երիտասարդներին խորհուրդ կտամ, որ ավելի քիչ զբաղվեն հեռախոսով, ավելի շատ մարդկային շփումներով, կենդանի շփումներով իրանց օրը լցնեն, որովհետև դա շատ կարևոր է։ Մենք էլ ինքներս, երբ որ հեռախոսով ամբողջ օրը զբաղվում ենք, մի տեսակ կտրվում ենք կյանքից ու ինձ թվում է նաև պատճառներից մեկն էլ դա է, որ երիտասարդները չեն ցանկանում ամուսնանալ, այսինքն այդ ուղիղ շփումներից մարդիկ կտրվում են ու չեն ցանկանում ամուսնանալ, բայց մեզ հայերիս հատկապես օդ ու ջրի նման հարկավոր է, որ մենք շատանանք, մենք ոչ միայն շատանանք, այլ որակով շատանանք ու ես համոզված եմ, որ մեր երիտասարդները շատ լավն են, շատ որակով են ու խորհուրդ եմ տալիս, որ անպայման ամուսնանան, որքան հնարավոր է շուտ ու երեխաներ ունենան, երեխան հրաշք է, ես ունեմ 4 երեխա, երեխաներ, որոնց ես կյանքից ամենաշատն եմ սիրում ու չկա նման հրաշք գոյություն չունի աշխարհի վրա։ Բայց դե դեսը դուք, չէ, դեսը բերեք մեկ կա էլի, ցեխերը դե կընկնի կամ էլ սպասեք։
Արդեն հասկացաք չէ, որ Հայկեն եզակի երիտասարդներից է, ում քաղաքի փայլուն կյանքն ու հարթ ասֆալտը այդպես էլ չկարողացան գրավել։ Նրա համար Ահնիձորի ցեխոտ կածանները ու Սարերի հողահոտ քամին ավելի թանկ ու հարազատ են, քան քաղաքային որևէ հարմարավետություն։ Նա այն տեսակն է, որ ձեռքը ինչին տալիս է, պիտի մի բան ստեղծի, մի նոր շունչ տա։ Այս վերջերս էլ որոշեց մեղվապահությամբ զբաղվել։ Ասում է, թեկուզ մենակ նրա համար, որ իր երեխաները քաղաքի արհեստականի փոխարեն ծմակուտի 1000 ու մի ծաղիկներից քաղած անարատ մաքուր մեղր ուտեն։ Մի խոսքով որոշել է նաև նորահայտ զբաղմունքը հետագայում բիզնես ծրագրի վերածել։ Ինչու՞ չէ նաև եկամտի աղբյուրի, հատկապես որ այս կողմերում մեղուն լավ է աշխատում։ Իսկ մինչ այդ դասընթացների կմասնակցի, գրքով ու գրչով կվերապատրաստվի, որ այս ոլորտում էլ փայլուն հաջողություններ գրանցի։ Սկսնակ մեղվապահեմ, մեղուները 2 հատ այս տարի նոր ենք գնել, ունեինք անցյալ տարի, դրանք մի քիչ լավ չպահեցինք, այսինքն մենք չէինք պահում, ուրիշն էր պահում, մի քիչ լավ չստացվեց, հանգան այդ ճանջերը, հիմա այս տարի 2 հատ նորը առել եմ, մեկն էլ մենք ունեինք, դարձրել ենք 2 հատ մեր մի հատը, ընդհանուր այսինքն դարձել են 4 հատ։ Մեղվապահի գործն էլ է շատ հետաքրքիր, շատ ինքը ճիշտն ասած մի քիչ իմ բնավորության համապատասխան չի, ես բնավորության փախուռն մարդ եմ, բայց մեղվապահը պետք է լինի հանգիստ։ Ու փորձում եմ ինձ այս փեթակների մոտ շատ հանգիստ եմ պահում, որ մեղուները ինձ չվնասեն։ Ստացվում է ոնց որ թե մոտս, արդեն կամաց փորձում ենք զարգացնել նաև մեղվապահությունը ու այս տարի ակնկալում ենք բարձր բերք, որտեվ ճիշտ է խոնավ էր տարին, բայց նաև բարենպաստ ենք եղել։ Մեղվապահությամբ զբաղվում ենք նրա համար, որպեսզի կարողանանք մեր արդար մեղրից մեր երեխաներին կարողանանք ապահովել մեղրով։ Առայժմ զուտ միայն այդ նպատակով է, բայց եթե լավ ստացվի, բնականաբար կուզենանք, որ մեր արդար մեղրից մեր բոլոր ընկերները, բարեկամները ուտեն եւ նաեւ արդեն բիզնես կարելի է մտածել, բիզնես ուղղությամբ մտածել։ Ինքն ասում է, բայց մենք արդեն համոզված ենք։ Մի քանի տարի հետո այգու այս անկյունում մեղվափեթակների տեղ ու դադար չի լինելու։ Նույն նվիրումով ու ջանասիրությամբ էլ ամուսիններով այգին են մշակում։ Ու այդ ընթացքում մի շատ հետաքրքիր լեռնային այս տարածքին ոչ այնքան բնորոշ մշակություն են բացահայտել։ Զարմանալի է, բայց փաստ Ահնիձորի խորքերում անասնապահական բնակավայրում բրոկոլի են աճեցնում։ Հայկն ասում է, գյուղում ամեն ինչ էլ կարելի է ստանալ, մենակ թե սեր ու նվիրում է պետք։ Մեկ էլ հողի լեզուն հասկանալ։ Ու մինչ ձեռքի այդ մարդաբոյ այս կանաչ խոտը հնձելով ճանապարհ բացելով է զբաղված, մտքում էլ Ահնիձորի ապագա զարգացման պլաններ է գծում։ Ու այնպես չի, որ միայն պլաններ է գծում, այն էլ օդում։ Տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանի աջակցությամբ նաև փոքր ծրագրեր են իրականացրել գյուղում, որի ոգևորողն ու գլխավոր իրականացնողը հենց Հայկն է եղել, համագյուղացի երիտասարդների համախմբմամբ։ Վստահ է, մի քանի տարի անց տուրիստական մեծ հոսքեր են ունենալու։ Դե գյուղում ամեն ինչ էլ կա դրա համար։ Խիտ ու լուռ անտառներ, սարերի զով քամին, բնության 1000 ու մի ձայները ու ամենակարևորը՝ մաքուր ու անկեղծ մարդիկ։ Ծմակուտը իր ողջ մայքով ու լեռնային վեհությամբ սպասում է իր նոր հյուրերին։ Մնում է պատրաստվել դրան։ Ես գերադասում եմ, ցանկանում եմ ունենալ իմ սեփական բաղչեն, բոստանը, որտեղից որ կարող ենք առավոտը ես ու երեխեքս վեր կենանք, գնանք, ասենք մի բուռ մոր քաղենք ուտենք կամ մի հատ վարունգ պոկենք ուտենք, որը որ հենց թփի վրից լինի, էլի։ Կամ մեղր գնանք, մենք մեր սեփական մեղրը ունենանք, գնանք մի ռամկա օրինակ ուզենան երեխեքը ուտեն, գնանք վեր ունենք, հանենք, մեջից նստենք, ուտենք հավեսով մեր համար։ Էդ է իմ մոտիվը, իմ շարժառիթը։ Մեր տարածաշրջանում ամեն ինչով կարելի է զբաղվել, մարդիկ կան, տուրիզմով են զբաղվում եւ շատ լավ արդյունքներ ունեն այդ մարդիկ, շատ ողջունելի է։ Ահնիձորում ունենք Ահնիձոր հյուրատուն, որը շատ լավ աշխատում է։ Այնպես որ այստեղ ցանկացած բանով կարելի է զբաղվել, ինչ որ այս տարածքում կարելի է այսպես ասած անել, էլի, օրինակ դե հիմա կարող է ոսկերչություն չի կարելի անել, որովհետև շատ թանկ կլինի, չգիտեմ, ոսկին պետք է ուրիշ տեղից բերենք, բայց հենց հողի վրա, այստեղ ինչ որ հողի վրա կարելի է անել, դա բաղչա, անասնապահություն, չգիտեմ, մեղվապահություն,
Այդ բոլոր բաները գումարած, որ շատ մեծ պոտենցիալ ունի, զբոսաշրջությունն է, որ շատ լավ արագ տեմպերով զարգանում է։ Հանուն արդարության պիտի ասենք, որ ճանապարհները շատ խնդիրներ են լուծել մեր մոտ, ճանապարհների բարեկարգումները, ճանապարհների հիմնանորոգումը շատ մեծ խնդիրներ է լուծել, օրինակ հենց ամենավառ օրինակը, որ օրինակ այն ժամանակ, երբ որ մի հատ անասուն էր հիվանդանում կամ ինչ-որ բաներ լինում, մարդիկ գիտեին, որ պիտի գնան հասնեն, չգիտեմ, կիրովական հասնեն, որ մի հատ տեղ բերեն, ասում էին ավելի լավ է սատկի, քան թե գնանք հասնենք այնտեղ ավտոնա ջարդվելու, իսկ այսօր որ ինչ-որ մի դեպք ալնում, կամ թեկուզ մարդկանց վրա կարելի է բերել, շատ դեպքեր են եղել, որ ճանապարհին կանայք ծննդաբերել են ու չեն հասցրել հիվանդանոց, իսկ հիմա փառք Աստծո։ Կես ժամում գնացի դսեղ, դեղը առա ու բերի ու այդ անասունին փրկեցինք, մոզում փրկեցինք։ Տարիներով սպասված ճանապարհը իհարկե շունչ տվեց Ահնիձորին։ Քաղաքն ու հիվանդանոցը շուկան մոտեցան, գյուղ մտնող դուրս եկողը շատացավ, բայց ծմակուտի այս բարձունքում ապրող գյուղացու հոգսը մեկով չի ավարտվում։ Մի քարը տեղից շարժելուն պես մյուսն է տեղից ընկնում, որը սպառնում է վերջնական դատարկել գյուղի երեխաների աղմուկ աղաղակից։ Ինչպես գիտեք, կառավարության ծրագրերի մեջ մտնում է նաև փոքր դպրոցների, այսպես ասած, օպտիմալացման ծրագիրը եւ Ահնիձորի դպրոցի գլխին եւս կախված է այդ վտանգը, որ պիտի փակվի ու այդ դպրոցների փակվելը իր հետ բերելու է նոր արտագաղթի, այսինքն ժողովրդի մի մասը նորից գնալու են իրանց երեխեքի հետ տեղափոխվելու են Վանաձոր, Ալավերդի, մոտակա քաղաքները կամ նույնիսկ մինչև Երևան ու այդ դեպքում արդեն իհարկե գյուղը դառնալու է ոնց որ այսօր է, բայց ավելի մեծ տեմպով դառնալու է ծերացող գյուղ։ Այնպես որ այդ գյուղի ամենամեծ խնդիրը հիմա դա է, որ տարիներ շարունակ ասում էինք, որ ճանապարհներն են, հիմա այդ ճանապարհների հարցը լուծվել է ու հիմա ամենամեծ խնդիրը գյուղի շատ արագ տեմպերով ծերացող գյուղ է դառնում Ահնիձորը։ Ահա այսպիսի տխուր բաներ։ Հիմա կասեք, բայ եթե այդքան մտահոգված ես գյուղի դատարկվելով, ապա ինչու երեխաներիդ վերցրի ու Վանաձոր տեղափոխվեցիր։ Չէ որ կարելի էր մնալ երեխաներին էլ հարևան Լորուտի նորակառույց դպրոց ուղարկել, բայց Հայկի ընտանիքի համար քաղաք գնալը ժամանակավոր կանգառ է, ոչ թե վերջնակետ։ Նա վստահ է, երեխաներն էլ են արմատներով կապված այս հողին, իսկ ինքն ու կինը հաստատ մի օր Ահնիձոր են վերադառնալու։ Թեպետ իր 4 երեխաներն էլ որքան էլ քաղաքում ապրեն, սրտադրոպ ամառային արձակուրդներին են սպասում, որ գան ու սար բարձրանան տատ ու պապի մոտ։ Շատ կարևոր է նաև, որ երեխեքը իրենց ցանկությամբ, իրանց ուզելով են գալիս գյուղ, մեծ հաճույքով, մեծ սիրով են գալի գյուղ։ Հիմա երեխեքից մեկը տատիկ պապիկի մոտ է, Արտակը, ու սարում։ Ու շատ հավեսով է գնում, շատ ջիգարով կպած։ Ես եւ դա ինձ շատ ոգևորում է, որտեվ իր տարիքի երեխեքը կարող է չուզենային, կարողա չգային, բայց ինքը շատ հավեսով է գնում ու այս փոքրերն էլ են գնում։ Տատիկ պապիկի մոտ մի քանի օրով մնում են։ Ես 3 տարեկանից գնացել եմ, տատիս պապիս ծոցին եմ մեծացել, մինչև այսօր գնում եմ սար։ Հիմա մի քիչ եմ գնում, բայց էլի գնում եմ։ Դե որ մեծերը ու երեխեքն են։ Հիմնականում մեր ժամանակ էլ էր այդպես միելա տենց Սարը համարվում էր տատիկ պապիկների ու երեխեքի տեղ, այն միջին տարիքի մեր ծնողները գյուղում էին ելնում։ Հիմա մեր այդ ավանդույթները ոնց որ նորից նույն ձևով շարունակվում է։ Ահնիձորում հին ու բարի, ինչ որտեղ բնամթերային կացութաձևը միայն պատմություն չէ։ Դա ամենօրյա կենցաղ է, մտածելաձև եւ հազարավոր քննություն բռնած, որ դժվար աշխատանքի ու դժվար ապրուստի հետ նաեւ տոներել է նվիրում։ Ու դրանցից ամենակլխավորը լեռնային խաղաղության, հողի ու ծմակուտի ռիթմով ապրող գյուղում իհարկե Վարդևորն է։ Բոլորի սիրված Վարդավառը, որը մի տեսակ հիմն է սարերին ու լեռներին, սարերի ու լեռների աշխատանքին։ Ահնիձորցու համար այս տոնը սովորական ջրոցի չէ, սա սարերի ամառվա նոր տարին է, այն օրերն են, երբ քաղաքներից ու հեռուներից ժողովուրդը թափվում է գյուղ, հետո նաև սար, սարերից մինչև գյուղի խորքեր ծուխն ու աղմուկն է լցվում, իսկ սարվոր կանանց ձեռքով պատրաստված ագդակի, յուղաբլիթի, նազուկ կաթնահունցի ու խավիծի բույրը բռնում է ամբողջ ծմակուտն ու ծմակուտի սարերը։ Տարբեր տեղերից, քաղաքներից մեր բարեկամները, ընկերները գալիս են, հավաքվում ենք ու ամենագնացները նստում ենք, գնում ենք սարը։ Սարը նստում ենք,
տոնախմբություն ենք անում, ուրախանում ենք, երգում ենք, պարում ենք։ Տատիկները ագդակ են թխում, խավից են թխում, ինչ որ հնարավոր է սարում անել։ Ջրուկի են երեխեքը խաղում, մեծերը մի խոսքով սենց խառը շատ հավեսով տոն է դառնում ինքը։ Գար մորթել, խոզ մորթել ու նաև նոր տարվա նման, քանի որ մեկից բարեկամ հարազատ ենք, փոքր գյուղա, իրար տուն գնալ, իրար շնորհավորել, կա դա։ Ամառվա նոր տարին է Վարդևորը մեր մոտ։ Ու երբեմն ավելի լավ է, մարդիկ ավելի մեծ հաճույքով են Վարդավառին մասնակցում, քան նոր տարում։ Ձեզ հրավիրում ենք Վարդավառին Ահնիձորի սարը միասին նշենք Վարդավառը ու շատ ուրախ կլինենք, որ գաք։ Այս հողն ու ծմակուտը ուրիշ սրբություն էլ ունի։ Այստեղ ամեն քայլափոխի, անտառի ամեն շշուկում ու զով քամիների շշուկների մեջ ապրում է Հրանտ Մաթևոսյանի ոգին։ Ու սա պարզապես զուգադիպություն չէ։ Հայկն է Մաթևոսյան, իսկ անվանի գրողը նրա պապի եղբայրը։ Արյան կանչն ու արմատների հզոր ուժն է, որ Հայկին ու նրա պես նվիրյալներին պահում են հայրենի օջախում։ Պահում են, որ Մաթևոսյանի երազած մոտ կորաշխարը չլռի, իսկ ծմակուտի լույսերը երբեք չմարեն։ Բոլորս շատ սիրում ու գնահատում ենք մեր մեծ Մաթևոսյանին եւ ուզում ենք, որ Մաթևոսյանի աշխարհը, Մաթևոսյանի ծմակուտը միշտ լավ լինի, զարգանա, մեծանա, ինչպես ինքն էր ուզում, որ այդ հովտում լինեն մարդիկ, բոլորը բարի, բոլորը կամեցող եւ այնտեղ վատ մարդը եւ վատ երևույթները տեղ չունենան։ Մենք ցանկանում ենք, որ մեր աշխարհը, մեր մոտ կորաշխարհը հենց այդպեսին էլ լինի եւ փորձում ենք այդ ամեն ինչը պահենք։ Ու մեր երազանքն է, որ 1000 ու էլի 1000 տարի Ահնիձորում արծիվը նույն վեհությամբ պտտվի գյուղի ու գյուղի հավերի գլխի վրայով, որ կարկուտն էլ փախ սնկնի ու ծեծի ահնիձորցիների շեն տների, տանիքներն ու ցանկապատերը, որ ցանկապատի պատը խոնավությունից էլի բլի ու մարդ լինի, որ այն վերականգնի, որ Վարդևորի համադամ կերակուրների ու թեկուզ հարևան գյուղի Ռամազի ոչխարի խորովածի հոտը կրկին կապի գյուղն ու սալերը, որ արդար ու գյուղական կարգով հատուցվի այդ ըմբողջնիչ բույրի համար, որ մարդը մարդ մնա, որ Ահնիձորը Ահնիձոր ու ապրի։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու Չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։